Բարև ձեզ սիրելիներս, մենք ձեզ շարունակում ենք Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երկի 12-րդ գլուխը։ Ինչպես տեսնում ենք, այս պահին մենք բավականին հետաքրքիր թեմա ենք քննարկում, այսինքն դա պատահական սայթակումն է հոգեվոր բարձր զարգացում ունեցող կենդանի էակի մոտ։ Սովորաբար մարդիկ կամ այսպես ասեմ, էլի, տգիտության գոյավիճակի եւ քրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդիկ իրենք շատ կոպիտ եւ պահանջկոտ վերաբերմունք ունեն հոգեվոր մարդկանց հանդեպ։ Մենք տեսանք, որ իրականում արիացիները իրենք շատ փափուկ վերաբերմունք ունեն եւ տեքստերը իրենք հատուկ շեշտեցին իմաստունների մոտեցումը։ Ինչ տեղի ունեցավ։ Ամենասկզբում Տեր Բրահման ինքը նկարագրվեց որպես մի անձնավորություն, հիմա այստեղ մենք կողմ ենք թողնում, որ ինքը բանականության մարմնավորումն է։ Ինքը նկարագրվեց որպես մի անձնավորություն, որը ինքը Գերագույն Աստծո անձնավորության մաքուր նվիրյալն է, որը ինքը շատ լավ հասկանում էր, որ նյութական աշխարհի արարչագործությունը իրեն սովորական կենդանի էակին կարող է բղծել։ Եվ այդ պատճառով, եթե հիշում եք, ինքը առաջին հերթին գիտակցեց, թե ինքը ով է, ինչում է կայանում իր նախասահմանումը։ Գերագույն Աստծո անձնավորությունը իրեն ասեց, որ այդ հնարավորությունը, այսինքն արարելու ուժը, դու ոչ թե sense օթից ես ձեռք բերել, այլ դու որակավորում ունես, դրա համար ես այդ որակավորման համապատասխան քեզ հզորություն եմ տվել, որպեսզի դու կարողանաս իրականացնես երկրորդական արարչագործությունը։ Եվ այստեղ մենք ուրեմն ամեն մեկը մրջունից սկսած, չէ, մինչև Տեր Բրահման ստանում են այն մեթոդը, որի միջոցով ուրեմն կարելի է հասկանալ, առանց ոչ մի, ասենք, աստղագիտության, թվագիտության եւ այլն, կարելի է հասկանալ, թե ազնվորության նախասահմանումը այս կյանքում ինչում է կայանում։ Ինչպես եք դա իմանում։ Մեր մեջ ինչ որ մի հակում, տաղանդ, ինքնաբուխ արտահայտվում է։ Այո, մենք կարող ենք այդ տաղանդը ուժեղացնել, կարող ենք այդ տաղանդը չլսել եւ փչացնել, բայց եթե ուշադիր լինենք, դա այդքան էլ դժվար չի հասկանալը, որ այս պարագայում անձամբ ես ինչ որ մի հատ ունակություն ունեմ եւ դա նշանակում է, որ այդ ունակության իրականացումն է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինձանից սպասում է։ Հիմա սովորաբար, երբ որ մարդիկ իրենք խոսում են նախասահմանման մասին, չէ, իրենք անպայման պատկերացնում են, որ այդ նախասահմանումը ինչ որ մի հատ այսպես յուրահատուկ ֆունկցիա է, որը մարդուն ինչ որ յուրահատուկ նշանակալիություն է տալիս։ Իրականում դա այդպես չի։ Աշխարհը ինքը այդպիսինն է, որ կարիք ունի հավաքարարի եւ կարիք ունի մտավորականի, որը օրինակ ասենք ինչ որ գաղափարախոսության տակ տանում է մարդկությունը։ Այստեղից մինչև այստեղ, չէ՞։ Հիմա եթե դուք կարծում եք, որ հավաքարար լինելու համար տաղանդ պետք չի, իսկ ինչ է նշանակում տաղանդ, դա մի գործողություն է, որը անձնավորությունը ինքը կարողանում է անել որակյալ, եւ հաճույք է ստանում իր արած գործից։ Հիմա տեսեք օրինակ, չէ, ես անձամբ մի շատ հետաքրքիր փորձ ունեի այդ տեսանկյունից, օրինակ ասենք, տեսեք, Կարանողին, չէ, Պարտիխա ոնց էր հայերեն, չեմ ինչի Պարտիխան իմ գլխիս մեջ միշտ գալիս է որպես վարսավիր։ Մի վարքյան կներեք։ Դերձակ, կներողություն խնդրում, Ուրեմն
Ну, ունեմ իմ անձնական դերձակուհին, հա։ Եվ գիտեք, ասենք, ամեն անգամ, երբ որ ես առիթ եմ ունենում իր հետ շփվելու, գերագույն հաճույք եմ ստանում այդ անձնավորությունից։ Ինքը կարը այնպես է անում, որ ասենք իր կարած ամեն ինչը կարելի է այսպես մի անգամից տանել դնել խանութում եւ որպես բրենդ վաճառել։ Ոչ թե ճաշակի իմաստով, այլ կարի որակի, հա։ Եվ տեսեք, ասենք, ես մի անգամ այդպես տարիներ առաջ նստած խոսում էինք իր հետ, որտեղ ինչ որ բաներ անում, արագ պիտի աներ, ես ուղղակի սպասում էի, որ կվերջացնի, կվերցնեմ եւ կգնամ տուն։ Ուրեմն հիմա նստած ենք այդպես զրույց ենք անում, ես ասում, գիտեք, ես ասենք նայում եմ, դուք այնպես բանում եք, էլի մի տեսակ այնքան որակով եք այս ամեն ինչը անում, որ մարդը հավես անում է ձեր արածից։ Եվ գիտեք, առաջի անգամ դա ասեց, հետո մշտական կրկնում էր։ Այդ պահին դուք պետք է տեսնեիք, թե այդ կնոջ աչքերի մեջ ինչ լույս միացավ։ Հա? Թե ինքը ինչպիսի ներքին զգացումով ասեց, ես կարելը սիրում եմ։ Հասկանում եք, եւ տեսեք, ասենք, չէ, կարող է մարդ լինի, որը ինքը 20 տարի շարունակ եղել է դերձակ։ Հմուտ կարում է։ Բայց ինքը չի սիրում այդ աշխատանքը։ Լինել հմուտ, հա, դա նշանակում է մարդը ինքը տարիներ շարունակ ինչ-որ մի գործողություններ արել է եւ հմտացել։ Բայց երբ որ դա տաղանդ է, այսինքն երբ որ մարդը տաղանդը դա միշտ այն է, ինչով որ մարդը սիրում է զբաղվել։ Հասկանում եք։ Եվ դրա համար ասենք այդ դերձակուհու մոտ մարդը երբ որ ինքը մի անգամ գալիս է, այ եթե իրան ուղղակի կատարողականությունն է պետք, ոչ թե կրեատիվությունը, այլ կատարողականությունը։ Մի անգամ եթե ինչ-որ մեկը գալիս է իր մոտ, հա, իրանից տարիներ շարունակ այլևս չի հեռանում։ Ինչու՞, որովհետև այդ կինը սիրում է իր աշխատանքը։ Հասկանում եք։ Եվ ասենք հիմա օրինակ ինքը արդեն մեծահասակ է։ Հիմա ինքը ասենք արդեն այդպես շատ կտրուկ առողջություն է կորցրել, չէ՞, ծնկներն են հիվանդ եւ շատ դժվար է քայլում, բայց միևնույն է, այն միջև վերջի շունչը, միշտ ասում է, ես միջև վերջի շունչս կարելու եմ, որովհետեւ ես կարելը սիրում եմ։ Այսա նշանակում է, որ մարդը ինքը օժտված է։ Այսինքն դա էր իր նախասահմանումը։ Նախասահմանում բառը պարտադիր չի, որ ինչ-որ անպագորգոր գաղափար է։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր կետ է։ Եվ ուրեմն, սիրելիներս, հաջորդ քայլով, չէ, մենք ուրեմն պետք է հասկանանք, չէ, տեսանք, որ Տեր Բրահման ինքը հասկացավ իր նախասահմանումը, գերագույն աստվածավորությունն է ինքը ասեց, որ ես օժտել եմ քեզ այն ուրեմն ունակությամբ, որի համար դու ծնվել ես, չէ։ Եվ Տեր Բրահման ինքը խնդրեց Նարայանայից, որ ես քեզ խնդրում եմ, ինձ պաշտպանի գոռոզությունից։ Ինչու՞, որովհետև իր նախասահմանումը դա ազդեցիկ նախասահմանում է։ Լինելով սովորական կենդանի էակ, ինքը օժտված էր զորությամբ իրականացնել ամբողջ տիեզերքի մասշտաբի մեջ, հա, երկրորդական արարչագործությունը։ Եվ ինքը սթափ հասկանում էր, չէ՞։ Այսինքն այ հոգևոր մարդը ինքը դրանով է տարբերվում աստվածավեր, էգոիստ աստվածաբերժից։ Էգոիստ անձնավորությունները իրենք ամեն ինչը օգտագործում են իրենց համար։ Եվ տաղանդը նույնպես, այսինքն իրենց տաղանդը օգտագործում են իրենց փառքի, իրենց բարեկեցության եւ այլնի, այսինքն սեփական շահերի համար։ Երբ որ խոսքը գնում է հոգևոր մարդու մասին, չէ, հոգևոր մարդը ինքը էգոիզմից ազատվող կենդանի եղեք է, եթե ինքը ռեալ հոգևոր է, այլ ոչ թե ուղղակի աղանդի ներկայացուցիչ։ Ես ամեն անգամ շեշտում եմ, արիացիները իրենք աղանդ են համարում ցանկացած կարգավորված կրոն, այսինքն որտեղ կան պաշտոններ, դիրքեր եւ այլն։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք սիրելիներս, ուրեմն
Եվ հոգևոր մարդը ինքը հասկանում է, որ իր ամենամեծ թշնամին հենց կակրաս հպարտությունն է, այսինքն փառքին, իշխանությանը, բարեկեցությանը կապված լինելն է։ Դրա համար ինքը խնդրեց Նարայանային, ասեց. «Միայն ես խնդրում եմ բոլոր պարագաներում, չէ, ինձ պաշտպանիր գոռոզությունից»։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Խոսքը ոչ թե նրա մասին է, որ հոգևոր մարդը ինքը փառք պիտի չունենա։ Ոչ թե նրա մասին է, որ հոգևոր մարդը ինքը չպետք է ունենա, չգիտեմ, բարեկեցություն, իշխանություն եւ այլն, չէ՞։ Մենք դες այդ Բաղավատամում արդեն առաջի երկում ծանոթացանք օրինակ պանդավների հետ, որոնք իրենք գերագույն Աստծո անձնավորության մաքուր նվիրալներն էին, բայց իրենք կայսրեր էին։ Այսինքն ունեին շատ մեծ իշխանություն եւ կայսրության մեջ ամենաբարձր բարեկեցությունը։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այս ամեն ինչը ինքը շատ կարևոր կետեր են։ Եվ ուրեմն համապատասխան մենք կարողանում ենք հասկանալ, չէ՞, որ երբ որ մարդ անձնավորությունը ինքը հոգևոր է, դա ոչ թե նշանակում է, որ ինքը անպայման, այսպես էլի, ինչ-որ ոտաբոբիկ աղքատ է, հա, այլ դա նշանակում է, որ ինքը ինչի տերել ուզում է լինի, հիմնականում, այստեղ դեռ այսպես նուրբ բառ եմ ասում էլի, հիմնականում ինքը ամեն ինչը օգտագործում է Աստծուն ծառայելու համար։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, եթե մարդը ինքը չունի փառք, հա, եւ ասենք, այսինքն իրան չեն ճանաչում, եւ փառք չունի, սա չէ նշանակում, մարդուն չեն ճանաչում։ Եվ որտեղ մարդը ինքը մաքուր նվիրալ է եւ բնականաբար հակում ունի գերագույն Աստծո անձնավորության, ասենք, մասին գիտելիք տարածելու հանդեպ։ Եվ հա այդ անձնավորությունը, չէ, ինքը չի կարող, չէ, ասենք, շատ մեծ քանակությամբ մարդկանց հոգևոր գիտելիք տա։ Որտեղ իրան չեն լսում։ Ինչու՞, որտեղ ինքը հեղինակություն չի ոչ մեկի համար։ Ինքը բարիաբար կամ փառք չունի, իրան ոչ մեկ չի ճանաչում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասեք, այսինքն նույն երևույթը, չէ, հոգևոր մարդը ինքը եթե ունի, միևնույն է, դա օգտագործում է, որպեսզի ծառայեցնի գերագույն Աստծո անձնավորությանը։ Չէ՞, կամ ասենք, հոգևոր մարդը կամ մաքուր նվիրալը ինքը հարուստ է։ Ասենք, այդ պանդավների նման։ Ինչ էին անում պանդավները իրենց հարստությունը։ Իրենք այդ հարստությունը օգտագործում էին, որպեսզի օժանդակեն սրբերին, հա, չգիտեմ, հոգ տանեն նրա մասին, որպեսզի պետության մեջ ընդհանրապես չլինեն աղքատ մարդիկ, կամ չգիտեմ, տաճարներ կառուցեն, այսինքն հովանավորեն իրական կրոնականության կայացումը։ Չէ՞։ Հասկանում եք։ Կամ ասենք, ազնվորությունը ինքը, չգիտեմ, ունի իշխանություն։ Ինքը ինչ է անում։ Ինքը անում է այնպես, որպեսզի այդ իշխանության հաշվին իրական հոգևոր մարդիկ իր դաշտում լինեն պաշտպանված։ Հասկանում եք, այսինքն նույն բանը կարելի է օգտագործել սեփական շահերի համար, նույն բանը կարելի է օգտագործել Աստծո համար։ Այս կետն է, որ շատ մեծ շփոթություն է մտցնում։ Հասկանում եք, եւ դրա համար մարդկությունը ինքը գնացել է, որովհետեւ գիտելիք չունի, որպեսզի կարողանա գնահատի, թե ինչպես ճանաչել օրինակ հարուստ մաքուր նվիրալին, հարուստ էգոիստից, հա, ինչպես ճանաչել։ Թեկուզ իրականում դա շատ հեշտ է, որովհետեւ հարուստ հոգևոր մարդը ինքը միշտ մնում է հոգևոր մարդ, այսինքն մաքուր։ Եվ ինքը պահպանում է շատ որոշակի սկզբունքներ եւ երբեք չի վերցնում արատավոր գործողություններ։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ ուրեմն այս տեսանկյունից, չէ, Տեր Բրահմանը սա հասկանում էր եւ ինքը այդ խնդրանքով դիմեց։ Հիմա սկսվեց արարչագործությունը։ Եվ ինքը իր համար հայտնաբերեց, որ շատ հետաքրքիր է տեղի ունենում այդ արարչագործությունը։ Այստեղ կարևոր է, որ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումներ։ Այսինքն ազնվորությունը ինքը տեսավ, որ օրինակի համար ինքը օրինակ այդ պահին, չէ, առաջի արարչագործության մեջ, երբ որ ինքը ուզում էր մասնակցեր, ինքը դեռ այդ
թարմ իր այսպես մաքուր վիճակում էր եւ ինչն էր ինքը գնահատում։ Ինքը գնահատում էր այն հանգամանքը, որ նյութական աշխարհ եկողները պիտի հեռանան։ Չէ՞, իրանք պիտի վերադառնան հոգևոր աշխարհ։ Եվ այդ արժեքային համակարգին համապատասխան, երբ որ ինքը խորասուզվեց արդեն արարչագործության մեջ, իր մեջից առաջին հերթին դուրս եկան գումարները, այսինքն ազատագրման սկզբունքները։ Հա? Եվ իրանք եկան, հայրը ասեց, դες չէ, давайте տարածեք այս սկզբունքը։ Հա, եւ Տեր Բրահման ինքը գումարները իրանք չհամաձայնվեցին, ասին ոչ, մեր հիմքը դա հրաժարումն է, եւ մենք նյութական աշխարհին մեր սերմ չենք տալու։ Այսպես էլի, ոչ էլ այնպիսի մարմին ունենք, որ տանք։ Մենք սերմ չունենք այս աշխարհին տալու։ Մենք նախատեսված ենք հոգևոր աշխարհ գնալու համար։ Այսինքն դա արդեն պիտի լինեն կենդանի ակտեր, որոնք նյութական աշխարհ եկել են, ապրել են, հիմա որոշել են վերադառնալ։ Մենք իրանց համար ենք նախատեսված։ Մեր սերմի միջոցով նյութական աշխարհում չեն կարող ծնվել հրաժարված կենդանի ակտեր։ Եթե հրաժարված է, ինքը ինչ գործ ունի նյութական աշխարհում։ Հասկացաք, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ այդ դրանից հետո Տեր Բրահման ինքը նեղվեց, չղայնացավ գումարների վրա։ Գիտեց ունքերը, իր ունքերի մեջից դուրս եկավ մարմնավորված ջղայնությունը։ Չէ՞։ Այսինքն որ սկզբունքը։ Հիմա այդ է ցույց տալիս էլի, որ երբ որ բանականությունը ինքը ինչ-որ մի բան է այնպես է գնահատում, որ ինքը ջղայնանում է անձնավորությունը, ինքը ուրեմն սկսում է ավիրման process-ներ։ Չէ՞։ Ինքը արդեն Ռուդրային ասեց, գնա եւ բազմացիր։ Ռուդրան ինքը ասեց այո։ Ինչու՞։ Որովհետեւ նյութական աշխարհ գալիս են այն կենդանի ակները, որոնք իրենց ցանկությունները իրականացնելու համար պատրաստ են աշխարհը ավիրել։ Պատրաստ են ուրիշ կենդանի ակներին ցավ պատճառել, տառապանք պատճառել, դաժան վարվել։ Հասկանում եք։ Եթե համար Ռուդրան ինքը իր համար ոչ մի խոչընդոտ չտեսավ, ասեց հա շատ բարի։ Մենք գնացինք բազմանալու, չէ՞։ Եվ այնքան բազմացան հիմա էլ իրանք։ Շատ էր էլի նյութական աշխարհում այդպիսի ցանկություն ունեցողները, չէ՞։ Այնքան բազմացան, որ պատրաստ էին տիեզերքը կլանել։ Եվ այդ ժամանակ Բրահման ինքը հասկացավ, որ սա ինչ որ այդքան էլ լավ բան չի, չէ՞։ Եվ ինքը մոտեցավ Ռուդրային եւ խնդրեց, ասեց, գիտես, ես կարծում եմ, որ դու պիտի սովորես, ուրեմն այդ ավիրման տրանսֆորմացիաների էներգիան, որը դու ունես, դու պետք է սովորես դա սահմանափակել եւ հասկանաս, թե նյութական աշխարհում քո տեղն ու դիրքը որն է։ Չէ՞, եւ սա ինքը շատ կարեւոր թեմա է, որը մենք քննարկել ենք արդեն։ Դրանից հետո Տեր Բրահման ինքը արդեն գիտակցաբար, չէ, ունեցավ 10 տղաներ, որոնք իրենք բոլորը իմաստության սկզբունքներն էին։ Մենք քննարկել ենք, նորից չկրկնեմ։ Հա? Ուրեմն այդ 10 իմաստության սկզբունքներն էին։ Այսինքն ինքը ինչ ցույց տվեց, էլի, որ ճիշտ բանականությունը ինքը պետք է կենդանիակին բերի իմաստության։ Այսինքն ազնվորությունը ինքը պիտի ճիշտ գնահատի նյութական աշխարհը։ Հա? Հիմա դրանից հետո Տեր Բրահման ինքը ունեցավ դուստր, չէ, որի անունն էր Վակ։ Մենք տեսանք, որ այդ անունը ինքը նշանակում էր խոսք, ռեչ, չգիտեմ էլի ես ճիշտ եմ թարգմանում, թե չէ, ռեչ, այսինքն խոսելու ունակությունը, չէ, եւ մենք դες խոսեցինք դրա մասին, որ սա իրականում շատ կարեւոր ունակություն է, եւ Տեր Բրահման ինքը տրփանք զգաց, այսինքն ցանկություն զգաց, ինքը կարիք ունի բանականությունը, ինքը կարիք ունի խոսելու, եթե մենք իմաստի մասին ենք խոսում։ Եվ ուրեմն, բայց եթե մենք խոսում ենք արդեն ուղղակի Բրահման որպես ազնվորություն, հա, մենք տեսանք, որ տղամարդը ինքը կարող է տրփանք զգալ իր սեփական աղջկա հանդեպ,
Եվ սա իրականում բարոյականության դաշտի համար շատ վտանգավոր ուրեմն բնություն է։ Հիմա, տեսեք, արիացիները իրանք միշտ գնում են այն ճանապարհով, որ ոչ թե ինքը իրավիճակը կամ ինքը երևույթը բարձի թող է լինում, հա, եւ հետո այդ բարձի թող վիճակից պրոբլեմ ստանալը, այդ պրոբլեմը ուրեմն փորձել ինչ-որ լուծումներ տալը։ Ոչ, խնդիրը պիտի լուծվի արմատից։ Եվ դրա համար մենք անցյալ անգամ երեք դրա մասին խոսեցինք, չէ, որ այդ պատճառով արիացիները իրենք մի շատ կարևոր սկզբունք են առաջ քաշում, որ իրականում հայրը իրավունք չունի մնալ մենակ իր աղջկա հետ։ Հա, ինչ որ մի տարիքից ինքը օրինակ իրավունք չունի աղջիկ երեխային նստեցնել իր ծնկներին։ Իրավունք չունի բանել, այսպես չափից ավել ֆիզիկական կոնտակտ, գրկել, եսի ինչ, հատկապես երբ որ աղջկա մոտ արդեն մարմինը սկսում է փոխվել հասունացման ընթացքում, չէ՞։ Ասենք, հույսով եմ բարձ է ինչ եմ ասում։ Հասկանում եք, սա իրենք շատ կարևոր սկզբունքներ են, որը բարոյական տղամարդը խիստ պահպանում է, որպեսզի ընդհանրապես ուրեմն հիմար ոչ իր մոտ, ոչ էլ իր աղջկա մոտ, որտեղ հակառակ կապն էլ կարող է առաջանալ, չէ, ոչ իր մոտ, ոչ իր աղջկա մոտ ինչ որ հիմար տրամադրություններ ուղղակի չձևավորվեն, ոչ թե ձևավորվեն եւ հետո դա դառնա խնդիր։ Ուրեմն, սիրելիներս, եւ մենք տեսանք, որ արդեն որպես անձնավորություն Տեր Բրահման ինքը լինելով մաքուր հոգևոր անձնավորություն, որը շատ բարձր նվիրված ծառայություն ուներ, տիեզերական մասշտաբի, չէ, եւ ուրեմն ինքը եկավ եւ ուրեմն հայտնվեց այդ իրավիճակում, որ գայթակղվեց իր աղջկանով եւ փորձ կատարեց մոտենալ։ Եվ այդ ժամանակ ուրեմն այդ իմաստունները, իր իմաստուն զավակները եւ բաները ուրեմն իրանք մոտեցան Տեր Բրահմային, չէ՞, մոտեցան Տեր Բրահմային, նո, այսպես ասած, էլի, ամոթանք տալու։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք շատ գեղեցիկ, շատ նուրբ, նրբանկատ վերաբերմունք ունեն, հա, միանգամից լպիրշության, այլանդակ խոսքերի, անհարգանք վերաբերմունքի երբեք չանցան, ասենք, հա, այո, իրենք արտահայտեցին իրենց զարմանքը, չէ՞։ Բայց մենք տեսանք, որ ճիշտը, ասենք, մենք նայեցինք անցյալ անգամ, չէ, թե ինչ հաջորդականությամբ բաներ գնաց, չէ, առաջի բանը, որը իրենք բادرեցին, պահպանեցին, դա հարգանքներ հոր հանդեպ, չէ, սովորական հարգանքը ծնող, ասենք, մեծի հանդեպ, եւ իրենք այդ տեսանկյունից մոտեցան իրենց հորը, չմոռանալով հոր անցյալը, այսինքն, որ իրենց հայրը ինքը բարձր մակարդակի բարոյական անձնավորություն է, որ ինքը Աստծո մաքուր նվիրյալ է։ Այսինքն այդ պլատֆորման իրանք չկորցրեցին, այդ հասկացողությունից իրանք ցած չիջան։ Հասկանում եք, եւ պահպանեցին հարգանքը։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այդ դրա հետևանքով, չէ, իրանք մոտեցան եւ ուրեմն այդպես առաջի հերթին հիշեցրին, որ ոչ երբեք ոչ մի բրահմա իրան այսպիսի բան թույլ չի տվել։ Այսինքն ոչ մի տիեզերքում բանականության սկզբում նրանք, ովքեր որ զարգացած բանականություն ունեն, իրանք իրենց այսպիսի բան թույլ չեն տվել։ Չէ՞։ Հիմա այստեղ մենք նորից կարող ենք վերադառնալ այդ շատ կարևոր թեմայի, չէ, որն է այդ թեման, դա այն է, որ բանը, ասեք, Գերագույն Աստծո ներողություն, ոչ թե Գերագույն Աստծո, այլ կենդանի ակները նյութական աշխարհում, հատկապես ասեք, կենդանական աշխարհում, չէ, մենք տեսնում ենք, որ այդ շատ հաճախ ընդհանրապես կապ չունի, աղջիկն է, հայրն է, եղբայրն է, ով է, այնտեղ որձը
ինքը ռեակցիա է տալիս էքի վրա։ Եվ ամեն ինչ արվում է հոտառությամբ։ Էքի հոտը առավ, իր մոտ գլուխ է բարձրացնում իր այդ ворցի բնությունը։ Հասկանում եք։ Չէ, եւ այդտեղ ինչ-որ բարոյական բաներ չկան, էլի։ Հա, կան այնպիսի կենդանիներ, որոնք իրենք ասեք, օրինակ, մի անգամ են սույկ ընտրում, չէ, այսինքն կարելի ասել մի անգամ են ամուսնանում, կա այդպիսի կենդանիներ են կան, բայց մենք հիմա նայում ենք այդպես ընդհանուր առմամբ, որ այդ բաները իրանք ոչ մի նշանակություն չունեն, հասկանում եք, չէ, եւ ասեք տեսեք, ուրեմն իսկ մարդը, մենք շատ ենք խոսել դրա մասին, որ մարդը ինքը այո իհարկե ունի կենդանական հիմք։ Մենք բնության ուրեմն բանն ենք։ Բնության կողմից արարված կենդանիակներ ենք եւ մեր մարմինը, մարմնի պահանջները իրենք չեն տարբերվում ոչ մի կենդանիակի պահանջներից, չէ՞։ Բայց արիացիները իրանք ինչ են ասում, ով է արիացին։ Իրանք ասում են մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ ունի բանականություն, այսինքն արժեքային համակարգ ձևավորելու ունակություն։ Հա, եւ արիացին դա շատ բարձր քաղաքակիրթ անձնավորությունն է։ Այսինքն առաքինության տեսանկյունից բարձր մակարդակ ունեցող։ Արիացիները դա նրանք չեն, ովքեր լավ կռվել գիտեն եւ չգիտեմ, էլի ասենք, ուրիշի հողեր զավթել գիտեն։ Դա вообще հարաբես։ Ես հույսով եմ, որ այս ընթացքում ինձ արդեն հաջողվել է արիացու անունը այդպիսի պիտակավորումից մաքրել։ Որտեղ մենք հիմա ձեզ հետ տեսնում ենք, թե իրականում ասենք արիացիներ իրենք ովքեր էին, չէ՞։ Եվ տեսեք ասենք, չէ, այսինքն իրենք ասում են, մարդը ինքը կարող է լինել քաղաքակիրթ, այսինքն կարող է ձևավորել արժեքային համակարգ բարձր։ Այսինքն որն է համարվում բարձր արժեքային համակարգը։ Դա այն համակարգն է, որի շնորհիվ մարդը ինքը կարողանում է ղեկավարության տակ պահել իր կենդանական վնասները։ Հասկանում եք, չէ՞։ Եւ ասենք, այստեղ մենք իրանք հենց դրան դիմեցին, որ ոչ մի անգամ այդպես չի եղել, որպեսզի բանականություն ունեցող, ասենք, բաները, կենդանիակները իրենք իրենց թույլ տան գայթակղվեն իրենց աղջկանով։ Եվ մենք երեք ձեզ հետ խոսեցինք, որ ասենք իրենք այսպես պահպանեցին հարգանքը, բայց եւ չզիջեցին ճշմարտությունը։ Հարգանքը պահպանեցին, որովհետեւ գիտակցում էին, ում հետ գործ ունեն, այսինքն ում հետ են իրանք հիմա խոսում։ Հասկանում եք, այսա էլի այդ փափուկ վերաբերմունքը, որ եթե անձնավորությունը ինքը, չգիտեմ, ամբողջ կյանքի ընթացքում եղել է պարկեշտ եւ հանկարծ ինչ-որ մի հատ սայթակում է ունեցել, չէ, իրա չի կարելի միանգամից իրան ասել, այ դու, չգիտեմ, անասուն, տականք, եսի ինչ, սրիկա, ուրեմն դու միշտ սա ես եղել, այն ամեն ինչը թատրոն էր, այսա քո իրական դեմքն է, դրա համար ես քեզ այն զզվում եմ, այսպեսի այն ինչ որ մենք սովորաբար մեր ժամանակներում ամեն քայլափոխին տեսնում ենք, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այլ մշակույթ ունեին, հա, իրենք նայում էին, որ ազնվորությունը ինքը սրբության մեջ կյանք է ապրել։ Եվ սա ոչ թե խոսում է իր բնության մասին, այլ սա սայթակում է։ Ինչու՞, որովհետև նյութական աշխարհը ինքը շատ հզոր է։ Հա, եւ ինքը կարող է մեկ-մեկ մեզ այնպիսի օբյեկտներ տա, ամեն մեկին իր համապատասխան, հա, որ անձնավորությունը ինքը չդիմանա այդ գայթակղությանը եւ սայթակի։ Հասկանում եք, հա։ Այսինքն եւ ուրեմն այդ տղաները իրանք հենց այդ տեսանկյունից էլ մոտեցան իրենց հորը։ Եվ ես կարդամ ուրեմն այսօրվա տեքստերը, մենք շարունակենք մեր բանը,
մեր խոսակցությունը։ Ուրեմն տղաները մոտեցան Մարիչի գլխավորությամբ եւ դիմեցին իրենց հորը։ Հայր, այն ինչ որ դու հիմա պատրաստվում ես անել, իրենց թույլ չեն տվել ոչ ուրիշ բրահմանները, ոչ էլ դու ինքդ հեռավոր անցյալից սկսած մինչև այսօր։ Եվ ապագայում ոչ մի բրահմա, սա շատ կարևոր է, ոչ մի բրահմա ինքը չի համարձակվի այսպես գործել։ Դու ամենահզոր անձնավորությունն ես ամբողջ տիեզերքում։ Ինչպես կարող էր քո գլխի մեջ այդպիսի միտք առաջանար, ուրեմն դիրել սեփական աղջկան, եւ ինչու դու մինչև չկարողացար բադավից բանանել էլի, այդ ցանկությունը ոնց որ կուլ տալ էլի, հասկացաք, այսինքն մի րոպե ճնշել, հա, այդ ցանկությունը քո մեջ ճնշել։ Մենք տեսնում ենք, որ այստեղ շատ հետաքրքիր տրամաբանություն շարեցին, չէ՞, տղաները։ Իրենք առաջի հերթին բրահմային հիշեցրին, որ դու հզոր ես։ Դու հզոր ես։ Այսինքն, հիմա մեզ չասես, որ բան, դե ես թույլ տղամարդ եմ, դրա համար չկարողացա ինձ զսպեմ։ Դու ամենահզոր անձնավորությունն ես տիեզերքի, հա։ Ուրեմն մեզ հետաքրում է երկու հարց։ Ինչպես կարող էր այդպիսի միտքը ծակեր քո գլխի մեջ, հա? Եվ ծակելուց հետո ինչու դու չկարողացար ճնշել այդ ցանկությունը։ Հիմա մենք սա չենք քննարկի, որտեղ սա հարց է, հա? Հաջորդ տեքստը։ Թեկուզ դու ամենահզոր տիեզերքում ամենահզոր կենդանի էակն ես, հա? Այսպիսի արարքը ինքը քեզ պատիվ չի բերում, որովհետև սովորական կենդանի էակները իրենք հավասարվում են քեզ, այսինքն քեզանից օրինակ են վերցնում, որպեսզի հասնեն հոգևոր կատարելության։ Մենք խորը ակնածանքով խոնարհվում ենք Գերագույն Աստծո անձնավորությանը, որը գտնվելով բոլոր կենդանի էակների, որը ինքը գտնվելով ինքը իր մեջ, իր սեփական փայլով, ուրեմն արարել է այս նյութական տիեզերքը, հա, թող ուրեմն ինքը պաշտպանի կրոնականությունը ի բարօրություն բոլոր կենդանի էակների։ Լսելով իր որդիների այս խոսքերը, Պրաջապատին, այսինքն բոլոր պրաջապատիների հայրը, Բրահման, ինքը ամաչեց եւ անմիջապես թողեց մարմինը, այսինքն մահացավ։ Դրանից հետո, ասում է, այդ մարմինը ինքը տարածվեց, այսպես սև մարախուղի տեսքով, հա, ուրեմն բոլոր 4 կողմեր, աշխարհի բոլոր 4 կողմերով։ Ուրեմն մենք տեսնում ենք, չէ, որ պատմությունը ինքը այսպես ավարտվում է, չէ, եւ սա ինքը Բագավատամի շատ խորը տեքստերից են, այս իրադարձությունը, որտեղ մեծ անձնավորությունը սխալ արարք է կատարել, հա, եւ ինչպես են իրան ուղում։ Մենք տեսանք, որ ոչ մեկ ընդհանրապես այդպիսի հարց, որ իրան պետք է պատժել, չբարձրացրեց։ Այսինքն, ոչ մեկ իրան թույլ չտվեց ասել, որ դու այսպիսի արարք կատարեցիր, ուրեմն, չգիտեմ, քեզ պետք է այսպես պատժել։ Որովհետև իր տղաները հենց դրա համար էլ ամենասկզբից ասեցին, դու ահավոր հզոր ես։ Դա նշանակում էր, որ դու ի վիճակի ես քեզ ղեկավարել։ Ուրեմն պատիժ, այսպիսի բաներ բացարձական իմաստ են, չէ՞։ Բայց
դրա հետ մեկտեղ իրանք պահպանեցին այդ սկզբունքը, որ դու հզոր ես եւ կատարել ես փորձում ես, հիմա պատրաստվում ես կատարես վատ արարք եւ սրան արդարացում չկա։ Բայց միևնույն ժամանակ, ինչպես ես արդեն ասեցի, չէ, տղաները իրենք ոչ էլ նսեմացնում են իրենց հորը։ Այսինքն կա ճշմարտություն, որ այդքան էլ լավը չի, հա, կա արժանապատվության պահպանում եւ Տեր Բրահմայի զղջումը, չէ։ Հիմա ուրեմն ընդհանուր գաղափարը, որը մենք այս պատմությունից, ընդհանուր այդ տրամադրությունը, որը մենք կամ մշակույթը, չգիտեմ ինչ բառով ասեմ, էլի, մշակույթը երևի, ընդհանուր այդ գլխավոր մշակույթը, որը մենք այս պատմությունից պետք է ստանանք, չէ, դա նա է, որ մեծությունը ինքը ոչ թե որոշվում է նրանով, որ ազնվորությունը ինքը չի սխալվում, որովհետև նյութական աշխարհը ինքը շատ բարդ եւ շատ հզոր աշխարհ է, հա, եւ ամեն ազնվորություն ամեն պահի բարոյականության ճանապարհին կարող է սայթաքել, հա, բայց մեծությունը ինքը դրանում է կայանում, որ ազնվորությունը ինքը կարողանում է շատ արագ ազատվել, չէ, այսինքն այստեղ երբ որ մի քիչ առաջ որ ընկնեմ, այստեղ երբ որ խոսացվում է, որ Տեր Բրահման ինքը թողեց այդ մարմինը, չէ, դա ինչ է նշանակում, որ բանականությունը ինքը ինչ որ մի հատ այդ ինչ որ իր մեջ մի տեղից այս թույլտվությունը, որը դուրս էր եկել, այսինքն ինչ որ մի արժեքը, չէ, ինքը այդ կեղծ բանից անմիջապես ազատվեց։ Հա, այսինքն իմաստունները իրանք մոտեցան եւ կանգնացրեցին Բրահմային, այսինքն ինչը կարող է կանգնացնել այդ բանականությանը, որը ինքը խորասուզեց կենդանեակին տրփանքի մեջ, իմաստությունը, հա, եւ հիմա մենք այստեղ տեսնում ենք, չէ, որ ինչ կատարվեց, երբ որ իմաստությունը խառնվեց այդտեղ, երբ որ ազնվորությունը ինքը լսեց ճշմարտությունը իր արարքի հանդեպ, չէ, տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը թույլ է, այստեղ շատ կարևոր է, որ տղաները հադաշ բան էին անում, նշում էին, որ դու հզոր ես, հասկանում եք, չէ, եւ ուրեմն այստեղ ինքը միանգամից կարողացավ անմիջապես հրաժարվել այդ մտքից։ Ուրեմն որտեղ շարանը։ Տղաները իրենք ասեցին ոչ մեկ մինչև քեզ, սա արարչագործության սկիզբն է։ Դրա համար իրենք ասեցին անցյալ արարչագործության ժամանակ։ Իրանք չասեցին 3 կամ հիմա, որտեղ այդ պահին մեր տիեզերքում դեռ մատերի վրա կարելի էր հաշվել, թե քանի կենդանի էակ կա։ Չէ՞։ Հիմա դրա համար իրանք ասեցին առաջներում են, առաջ դրանից առաջվա արարչագործությունների ժամանակ։ Տեր Բրահման ինքը այս պահին, այդ որ հիմա ինքը այս իրադարձությունները տեղի են ունենում, փաստացի ուներ ինքը 50 տարեկան է։ Դա հիմա Տեր Բրահմայի 50 տարեկան բանն է գրում։ Չէ՞։ Եվ ասենք իր մի օրը, որ ինքը ապրում է, դա մի ամբողջ արարչագործություն է։ Եվ դրանից հետո, երբ որ իր օրը ավարտվում է, ըստ արիացիների տիեզերքում տեղի է ունենում մասնակի ոչնչացում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այմա տղաները իրանք դա ասեցին, չէ՞։ Ոչ մեկ իրան դա թույլ չէր տվել։ Հասկանում եք։ Ոչ առաջ, ոչ հիմա եւ ոչ էլ հետո թույլ կտա։ Ովքեր, այսինքն իրանք ինչ են ասում, որ բանականություն ունեցողը ոչ մեկ իրեն այդպիսի բան թույլ չի տա։ Եվ սա ինքը շատ կարևոր միտք է, հա, ինչի համար։ Այն տեսանկյունից, որ ճշմարտությունը ինքը անձնավորությունից ավելի կարևոր է։ Հա? Եվ նույնիսկ այն անձնավորությունը, որը ինքը շատ բարձր դիրք ունի, իսկ այս պահին Տեր Բրահմայից ավելի բարձր դիրք
նյութական աշխարհում չկա, չէ՞։ Նույնիսկ ինքը չի կարող ազդել կամ փոխել բարոյականության կանոնները։ Հա? Այսինքն ոչ թե օրենքը ինքը գոյություն ունի բրահմայի խաթր, կոպիտ ասած, հա? Այլ բրահման գոյություն ունի օրենքի խաթր։ Հասկանում եք, այսինքն բարոյականությունը դա օրենքներ են, որոնք նախատեսված են բոլորի համար։ Եվ այդտեղ հիմա սա էլ է շատ կարևոր, էլի, որ հիմա մյուս կողմից, այսինքն մի կողմից մենք չպետք է նսեմացնենք անձնավորությանը, որը ինքը, մենք ասեցինք, ամագ ունի, հա? Բայց մյուս կողմից էլ ոչ էլ պիտի թույլ տանք, որ բարձր դիրք ունեցողը, կամ եթե մենք բարձր դիրք ունենք, դա չի նշանակում, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, մեզ ինքներս մեզ ներսում, մեզ հայտարարել օրենքից դուրս։ Հա? Եվ դրա համար իրանք ասեցին, դու ինքդ էլ այդ առաջվա առաջագործությունների ժամանակ երբեք քեզ այսպիսի բան թույլ չես տվել։ Տեսեք, սա շատ հետաքրքիր կետ է։ Տեր Բրահման ինքը ամեն գիշեր, երբ որ զարթնում է, նորից սկսում է առաջագործությունը, հա? Եվ իրանք ինչ են ասում, այ դու հիմա 50 տարի իր կյանքի տևողությամբ ամեն քո օրվա ընթացքում նորից արարել ես նյութական աշխարհը, երկրորդական արարիչ ես եղել, հա? Եվ դու երբեք քեզ այսպիսի բան թույլ չես տվել։ Հիմա առաջի անգամ է։ Տեսեք, իրանք չեն ասում էլի դու ընկար։ Հա? Իրանք ուղղակի ասում են, սա այն ինչ որ դու հիմա անում ես, փորձում ես անել, սա քո նման չի, որտեղ դու առաջներում երբեք այսպիսի բան չես արել։ Հասկանում եք, եւ սա ինքը շատ, այսպես էլի, ոնց ասեմ, երբ որ առաքինի ազնվորությունը ինքը ինչ որ մի հատ քայլ է անում դեպի ոչ առաքինի երևույթի, չէ՞, այ իրան հիմա իր տղաները փորձում են հիշեցնել, այսինքն որպեսի զարթնացնեն, չէ, որպեսի իրան վերադարձնեն դեպի իրան։ Հասկանում եք, որ այ դու ախր դու այդպիսինը չես։ Եվ հիմա իր տղաները իրեն հիշեցնում են իրենց հոր մաքրությունը։ Հա? Եվ դրա համար իրանք ասին, դու ամենահզոր անձնավորությունն ես։ Եվ այսքան իրանք շեշտեցին Տեր Բրահմայի բանը, էլի, մեծությունը։ Ինչի համար։ Հա? Որովհետև որպիսի անձնավորությունը ինքը կարողանա զղջալ, այսինքն իրանք այդ ճանապարհով գնացին, որ ոչ թե խեղդի քո մեջ այդ առաջացած սակությունը, այլ ամաչի իր համար։ Որտեղ երբ դու ամաչեցիր, այսինքն իրանք պահպանում են իր արժանապատվությունը, որ օգնեն, որ ինքը զղջա իր արածի համար։ Հասկանում եք, այսինքն որ մարդուն այդպիսի պարագաներում սկսում են ասել, որ տականքի մեկը դու միշտ այսպիսի այլանդակ ես եղել, մենք ոնց կարող էինք հավատայինք քեզ, որ դու, չգիտեմ, ինչ ես բան, այս սա էս իրական դու, այդտեղ մենք հակառակը հիմք ենք դնում, չէ՞, հիմք ենք դնում, որ անձնավորությունը ինքը այդտեղ շատ ուժեղ տրանսֆորմացիաներ է ապրում եւ չարանում է։ Հասկանում եք, իսկ երբ որ մարդիկ իրենք մնում են անձնավորությանը հարգելու պլատֆորմայի մեջ, չէ՞, այսինքն երբ որ մարդուն նսեմացնում են, նսեմացած մարդը սկսում է պաշտպանվել։ Իսկ պաշտպանվելու համար ինքը սկսում է արդարացնել իր արատը։ Հասկանում եք, բայց երբ որ մարդուն դուք պահպանում եք իր արժանապատվությունը եւ փորձ եք կատարում իրան ուղղակի վերադարձնել դեպի արժանապատվությունը։ Այսինքն դուք իրան ինքը ընկավ, եթե որ դուք իրան վատ բառեր եք ասում, դուք իրան ավելի խորն եք խրում, հա, մենք։ Բայց երբ որ ասենք անձնավորությունը ինքը առաքինության մեջ հաստատված անձնավորություն է եւ հանկարծ ինչ որ մի բան իր հետ եղավ, դրա այդտեղ ճիշտ պահելաձև այս է, որ դուք հակառակ իրեն հիշեցնում եք, հարգանքը, ոչ թե ամոթանք եք տալիս, հասկանում եք, այլ այդ հարգալից վերաբերմունք, այսինքն ոչ մի անհարգալից խոսք չեք ասում իրան։ Սա են սովորացնում արիացիները,
հա, որ դուք պահպանում եք անձնավորության այդ արժանապատվությունը, հա, ինչի համար, որպեսզի ինքը հիմք ունենա վերադառնա դեպի իր այդ ընկած տեղից բարձրանա։ Հասկանում եք, եւ դրա համար ուրեմն երբ որ մարդուն հիշեցնում են իր բարձրության մասին, այդ դեպքում մեծամասամբ անձնավորությունը ինքը կարողանում է եւ ունակ է լինում փոխվել։ Սա է այդ բաղվածքի իմաստը, չէ՞։ Եվ հիմա իրանք հարց տվեցին, ասին ինչու դու չկարողացար ճնշել ցանկությունը։ Տեսեք, իրանք այստեղ շատ հետաքրքիր հոգեբանական կետ է, չէ՞։ Իրանք չեն քննարկում այն հարցը, այսինքն իրանք չասեցին, ինչու քո մեջ այդպիսի ցանկություն առաջացավ։ Հա? Իրանք ասում են, այդ ցանկությունը առաջացավ, ինչու թույլ տվեցիր, որ այդ ցանկությունը ինքը իշխանություն ձեռք բերի քո վրա։ Եվ այդ ինքը հարցը ինչի մասին է խոսում։ Ինքը հարցը, սիրելիներս, է խոսում է նրա մասին, որ անձնավորությունը սա կենդանեակի այդ ազատության, պատասխանատվության կետն է, որ այո, միակ բանը, այսա շատ կարևոր է, ես բարբերաբար սա կրկնելու եմ, միակ բանը, որը կենդանեակի սեփականությունն է, դա ցանկությունն է։ Եվ հետևաբար դա միակ բանն է, որի վրա կենդանեակը կարող է ունենալ իշխանություն։ Հասկանում եք։ Եվ իր այն բաները, իմաստունները իրանք սա են հասկանում։ Երբ որ իրանք սա հասկանում են, իրանք հենց այդ հարցով էլ դիմում են Բրահմային։ Ինչու չկարողացար չենթարկվել։ Ինչու այդ ցանկությունը ինքը իշխանություն ձեռք բերեց քո վրա։ Հասկանում եք։ Այսինքն մենք հիմա տեսնում ենք, որ արիացիների սուրբ գրվածքը ինքը չի պնդում, որ սուրբ մարդը կամ բարձր իրականացում ունեցող մարդը ինքը երբեք իր վրա չի զգում նյութական աշխարհի ազդեցությունը։ Հարցը ուրիշ տեղ է, որ ինքը կարող է իր վրա զգալ նյութի ազդեցությունը, բայց կարևոր է, թե ինքը ինչ է անում դրա հետ, երբ որ դա տեղի ունեցավ։ Չէ՞։ Եվ տեսեք, տղաները իրանք արգումենտ բերեցի, չէ՞, իրանք ասենք հիմա իրանք ինչերի են էլի, ինչերին են դիմում Բրահմայի մեջ, չէ՞։ Հիմա մենք նայում ենք, թե առաքինի կամ բարձր որակավորում ունեցող անձնավորությունը ինքը ինչ ներքին պլատֆորմայով է ապրում։ Տղաները ասեցին, սովորական կենդանեակները, բան էլի, քեզանից օրինակ են վերցնում։ Տեսեք օրինակ, սովորական մարդու համար, չէ՞, ասենք օրինակ եթե վերցնենք մեր ժամանակներում, չէ՞, հազարավոր դեպքեր կան, չէ, երբ որ օրինակ ասենք ընտանիքում, ասենք ընտանիքում կան տղա երեխաներ, ամուսինը ինքը լինում է դավաճանող, չէ, եւ ասենք մայրը ինքը փորձ է կատարում ամուսնուն ամոթանք տալ, որ դուք բան չեք անում, բա դու չես ամաչում, ասենք, ինչ օրինակ ես ծառայում քո երեխաների համար։ Բայց տեսեք, երբ որ ազնվորության մեջ չկա առաքինություն, չէ, իրա համար այդ արտահայտությունը ոչ մի բան չի փոխում։ Ինչու համար, որտեվ եթե ինքը առաքինի չի, իր համար միևնույնն է, ինքը ինչ օրինակ է ծառայում։ Ինչու, որովհետև տգիտության եւ կրքերի մեջ այրվող այդ ներքին աշխարհը ունեցող կենդանիակին հետաքրքրում է միայն եւ միայն իր զգացմունքները, իր զգացածը, իր կյանքը, հասկանում եք, իր համար բացարձակ մեկ է, թե ինքը ինչ օրինակ է ծառայում։ Եվ այո, ինքը շատ հանգիստ օրինակ է ծառայում
որ էգոիզմը բավարարելու համար ամեն ինչ կարելի է քեզ թույլ տալ։ Կներեք, ստիպված էի ընդհատվել, հա, ուրեմն մենք կանգնեցինք այդ կետում, որ իրականում, երբ որ կենդանեակի ներքին պլատֆորման լինում է էգոիզմը, իր համար միևնույնն է։ Այսինքն իրան ամոթանք տալ, թե դու ինչ օրինակ ես ծառայում, չէ, սա բացարձակ անիմաստ գործ է։ Այդպիսի ամոթանք կարելի է տալ այն անձնավորությանը, որը ինքը բարոյականության դաշտում կամ առաքինության դաշտում հաստատված անձնավորություն է, որովհետև առաքինության մեջ ընդհանրապես, չէ, մարդու համար ինքը ահավոր կարևոր է, թե ինքը ինչ օրինակ է ծառայել։ Առաքինի անձնավորությունը ինքը չի դադարում կատարել իր պարտականությունները անկախ նրանից, թե ինչպիսի կենդանեակներով է շրջապատված, այդ կենդանեակները, ասենք, ինչպես են արձագանքում իր պարտականությունների կատարմանը եւ այլն, այդ ներքին առաքինություն ունեցող անձնավորությունը ինքը շարունակում է մնալ առաքինի։ Եվ այդ առաքինության տեսանկյունից, չէ, ինքը ահավոր առաքինի անձնավորության համար իր համար կարևոր է ինքը ինչ օրինակ է ծառայում։ Ինքը ունի այդ պատասխանատվության զգացումը, որ իր պարվածքով ինքը օրինակ է ծառայում ընդհանրապես, չէ, որ ինչու համար, որովհետև այո, հոգևոր դաշտում էլ է դա շատ կարևոր, դա բոլոր դաշտերում կարևոր է։ Սատանությունը ունի իր օրինակները եւ սատանիստները իրենց օրինակներն են ցույց տալիս սովորական մարդկանց վրա ազդելու համար, չէ՞։ Հասկանում եք։ Առաքինիները ունեն իրենց դաշտը եւ իրենց դաշտում են կարևորում, թե իրենք ինչ օրինակ են ցույց տալիս։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս ամեն ինչը ինքը առաքինի անձնավորության համար շատ կարևոր է։ Դրա համար, երբ որ որդիները իրենց հորը դա ասեցին, որ սովորական մարդիկ իրանք քեզանից օրինակ են վերցնում։ Այսինքն սա իրանք գիտակցում էին, որ հիմա, այսինքն առաջին գաղափարը դա նա էր, որ դու մեծ անձնավորություն ես ու քեզ չի սազում։ Դու երբեք այսպես քեզ չես պահել, հա? Երկրորդը դա նա է, որ դու քեզ այդպես չես պահել, դու այդտեղ մենակ չես։ Երբ որ դու քեզ ճիշտ ես պահում, դու շատ ու շատ կենդանեակների համար օրինակ ես, հա? Եվ հիմա ասենք տղաները իրանք դա են այդ թեման են խոսում, որ սա արիացիների ամենագլխավոր բանն է, որ ես ասում եմ արիական քաղաքակրթության մեջ ոչ մի արատավոր անձնավորություն չէր կարող ունենալ բարձր դիրք, չէ՞։ Այսինքն իրանք ինչ են ասում իրանք։ Հիմա դա արիացիների այսպես էլի, ոնց որ հիմնական գաղափարներից մեկն է, որ ինչքան ավելի բարձր է քո դիրքը, այդքան ավելի մեծ է քո ամեն մի արարքի բանը, քաշը, հա, ոչ թե նրա համար, որ մեծերը երբեք չեն սխալվում, մեծերը ոչ թե ստարշի է, վիլիկի, հա, որտեղ հայերեն այդ նույն խոսքն է, միշտ չի տեղափոխվում, էլի, այդ մեծ անձնավորությունները, իրանք ոչ թե որ իրանք չեն սխալվում, հասկանում եք, կամ իրանց արգելված է սխալվելը, բոլոր կենդանիակները, ով էլ ուզում է իրանք լինեն, նյութական էներգիայի համեմատ իրանք փսոր են, հասկանում եք, այլ որովհետև բոլոր մեծ անձնավորությունների կյանքը փաստացի, այսպես եթե բանել պոետիկ ասեմ, կարող եմ այսպես ասել էլի, որ բոլոր մեծ անձնավորությունների կյանքը ինքը դառնում է այն լեզուն, որով խոսում են մնացած մարդիկ։ Ստանում եք։ Եվ դա ինքը ունիվերսալ օրենք է, որ, ասենք, երեխան ինքը սովորում է փոքր հասակում,
փոքրահասակը ինքը սովորում է մեծահասակներից, չէ՞։ Տեսեք, մենք միշտ ասում ենք ծնողներից, բայց սա սխալ գաղափար է, որովհետև ինքը կարող է նայել իր ծնողին եւ ծնողից չսովորել, կարող է սովորել պապիկից, թե ինքը ում կընտրի օրինակ վերցնելու, երեխան էլ դրա մեջ է ազատ։ Եվ երբեք հնարավոր չի հետևել, նկատել, թե ինքը ումից, թեկուզ ասենք անմիջապես ծնողներ իրանք միշտ ասում են, ասում են, բա հորն է կրկնում կամ այդ պապուն է կրկնում, որտեղ ճանաչում են երեխայի պահվածքի մեջ եւ այդտեղից մենք կարողանում ենք հասկանալ, թե ինքը ումից է օրինակ վերցնում։ Բայց որ ինքը սովորում է նայելով մեծերին, հա, սա անկասկած։ Աշակերտը նայում է ուսուցչին, հասարակությունը նայում է հասարակության առաջնորդին, երեխան նայում է մեծահասակներին եւ այլն, չէ՞։ Եվ ինչքան ազնվորության ազդեցության դաշտը ավելի մեծ է, հասկանում եք, այդքան ավելի մեծ է նրա պատասխանատվությունը։ Սա են հիմա համել հիշեցնում իրանց հորը, իր զավակները, հա։ Եվ հաջորդ բանում ամենավերջի տեքստում, չէ, մենք տեսանք, որ տղաները իրանք ասեցին, որ մենք այսպես ակնածանքով խոնարհվում ենք Գերագույն Աստծո անձնավորությանը եւ հույս ունենք, որ ինքը կպաշտպանի կրոնը ի բարօրություն բոլոր կենդանի էակների։ Եվ սա ինքը շատ գեղեցիկ շրջադարձ էր, հա, որտեղ ասենք տղաները իրանք խոսալով կենդանի էակին բնորոշ սխալների մասին դիմեցին Գերագույն Աստծո անձնավորությանը։ Հա, ինչու՞։ Որովհետև Տեր Բրահման հիմա ցույց տվեց, որ կար ինչ-որ մի բան, որը ինքը այո հզոր էր, այո մաքուր էր, բայց ինչ-որ մի բանը իր համար հմայիչ էր եւ ինքը բացվեց։ Հա, եւ տղաները իրանք ցույց են տալիս, որ ով է կրոնականության վերջնական հիմքը, այսինքն որ իրանք ասում են դու հզոր էիր, ինչու չկարողացար։ Եվ սա հենց դրա մասին է խոսում, որ նույնիսկ հզորը կարող է չկարողանալ դիմակայել սխալ ցանկությանը։ Հասկանում եք։ Եվ սա բան չի էլի, այդ պիտի հասկացվի, որ սա կենդանի էակի կալիբրն է, որ ինքը բոլոր ցանկություններին չի որ կարող է դիմադրի։ Հա։ Եվ իրանք դիմեցին Աստծուն, ինչու որպես անսխալական հիմք։ Այսինքն որ կենդանի էակի վերջնական հիմքը դա ոչ թե սովորական մարդու անսխալականությունն է, այլ Աստված է, որը ինքը գտնվում է բոլոր կենդանի էակների սրտի մեջ։ Հա։ Բայց այստեղ տղաները իրանք այլ բան ասեցին։ Իրանք ասեցին, որը գտնվում է ինքը իրա մեջ։ Հա, ինչու հիմա իրանք հենց այդ ասպեկտը նշեցին Աստծո, այսինքն ինքնաբավ լինելու։ Հա, այս էր կարևորը, որ իրանք դիմեցին հիմա այն անձնավորությանը, որը ինքը, այսպես էլի, տրփանքի հիմքի վրա իրանից դուրս ոչինչ ման չի գալիս։ Այսինքն ինքը դրսում ման չի գալիս իրա կատարելությունը, ինքը իրա ներսում արդեն կատարյալ է, չէ՞։ Այսինքն ինչ են ասում, որ նյութական աշխարհում ապրող կենդանի էակները, իսկ Տեր Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է, չէ՞։ Արա իրանք բոլորը կարող են ցանկացած պահին նյութական աշխարհում գտնել այնպիսի օբյեկտներ, որոնք իրանց կգրավեն, կհմայեն։ Հասկանում եք։ Հիմա դա ինչից է գալիս։ Հիմա իրանք այդ քոքտ են քննարկում։ Դա ինչից է գալիս։
Դա գալիս է նյութական գիտակցության ոչ կատարելությունից։ Իսկ գերագույն Աստծո անձնավորությունը կամ ցանկացած հոգևոր բան ինքը իր մեջ կատարյալ է։ Հասկանում եք, եւ դրա համար ինքը կարող է լինել ամեն ինչի այդ էլի, բանը սկզբնակետը։ Եվ իրանք դիմեցին Աստծո հենց այդ որակին, որ ինքը իր մեջ ինքնաբավ է, դրա համար երբեք ոչ ինքնահաստատման համար, ոչ էգոիզմի համար, ոչ չգիտեմ ինչի համար, այն ինչի համար, որ նյութական աշխարհում ապրողներն են դիմում արտաքին աշխարհին, ինքը դրանից ազատ է։ Եվ իրանք ասին թող ինքը պաշտպանի կրոնը։ Շատ կարևոր էր։ Տեսեք, ասենք, իմաստուններն էին, չէ՞։ Իրանք բրահմաններ են, ամբողջ տիեզերքի քրմերն են, ամբողջ տիեզերքի, հասկանում եք, ինչ հզոր անձնավորություններ են հիմա խոսում Բրահմայի հետ։ Բրահման ինքը երկրորդական արարիչն է, ինչպիսի հզոր անձնավորության մասին է խոսքը, չէ՞։ Բայց միևնույն է, իրանք ասեցին, թող ինքը պաշտպանի։ Իրանք չասեցին մենք կպաշտպանենք։ Հասկանում եք, որ ինչու, որտեղ իրանք հասկանում են, որ կրոնը կամ այդ դահարմա ասվածը, էլի, այդ կրոնը ինքը պատկանում է Աստծուն։ Հասկանում եք։ Եվ այստեղ մենք դες հետ տեսանք մի շատ կարևոր միտք, չէ՞, որն էր այդ միտքը։ Այդ միտքը ինքը կայանում էր նրանում, որ նույնիսկ երբ որ մեծ անձնավորությունն է սխալվում, իմաստունները կրոնականության, իրական կրոնականության հանդեպ իրենց վստահությունը չեն կորցնում։ Ինչու համար, որովհետև իրանց հավատը ինքը հիմնված է ոչ թե մարդու վրա, այլ Աստծո։ Այս սխալը շատ հաճախ իրենց թույլ են տալիս հոգևոր կյանքում հաստատված կամ հոգևոր կյանքում հոգևորի տարածքում գտնվող կենդանիակ։ Իրենք իրենց համար պարտադիր, սա անխուսափելի երևույթ է, պարտադիր ընդունում են ինչ-որ մի մարդու, որպես իրենց համար հեղինակություն։ Անպայման այդ հեղինակությունից օրինակ են վերցնում։ Եվ ամեն մի անձնավորություն հոգևոր կյանքում իր հնարավորությունների սահմանում օրինակ է սկսնակների համար։ Բայց հիմա հենց սկսնակների համար շատ կարևոր է, որպեսզի իրանք հասկանան։ Նյութական աշխարհը շատ հզոր է։ Եվ ցանկացած անձնավորություն, ում մենք ընդունել ենք որպես հեղինակություն, չէ՞, ինչ որ մի պահի կարող են ցույց տալ իրենց իրականացման սահմանը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցույց է տալիս դիպացինի սահմանը, մենք պետք է հասկանանք հենց այդպես, որ ուղղակի այս անձնավորությունը այդ ճանապարհի վրա գտնվում է այս կետում։ Եվ դրա համար մարդուն ոչ կարելի է մեղադրել, հա, ոնց է, չէ, մի հատ լավ նախադասություն կա, ասում են՝ մի ստեղծիր քո համար պաշտամունքի առարկաներ, որպեսզի հետո չհիասթափվես։ Այս պատմությունը դրա մասին է, որ երբ որ որդիները բան արեցին, չէ, իրանք իմաստուններ են, այսինքն իրենք ունեն այդ գիտելիքը, որ նյութական աշխարհում ցանկացած կենդանի էակ, ցանկացած բացրուքում գտնվող միշտ կարող է ինչ-որ մի հատ շատ այսպես բան էլի յուրահատուկ իրավիճակում հայտնվի, ընդ որում մեկ-մեկ ինքը եթե դա մաքուր նվիրալների մասին է խոսքը, մաքուր նվիրալը ինքը կարող է ինչ-որ խճճված իրավիճակի մեջ հայտնվի, որովհետև ինքը սայթաքեց, եւ որովհետև դա Աստծո կամքն էր։ Օրինակ Արջունը, որը ինքը գերագույն Աստծո հոգևոր աշխարհում այդ Աստծո համար
Արգյունան ինքը իր ամենամտերիմ ընկերներից մեկն է։ Հա, ինքը գալիս է միշտ յութական աշխարհ Աստծո հետ եւ զենքը ձեռքը պաշտպանում է հոգեվոր դաշտը։ Տեսեք, բայց հետո մենք տեսնում ենք, որ մեկ էլ հանկարծ այդ Արգյունը ինքը ինչ որ սկսեց բաներ խոսալ, հասկանում եք, որը իրեն բնորոշ չէր։ Ովքեր որ լսել են Բhagavad Gita-ն, Bhagavad Gita-ի մեր լեկցիաները, կամ ասենք ովքեր որ բան են արել, ասենք արտացել են Bhagavad Gita-ն, հա, դուք հիշում եք, որ այնտեղ մենք քննարկում ենք այդ հարցը, չէ, որ դա իրականում Արգյունան չէր։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը Արգյունային գցեց մոլորության մեջ, որպեսի պատմի Bhagavad Gita-ն։ Հասկանում եք, եւ արտաքինից դա կարող էր թվալ, որ այ Արգյունան ինքը տրանսցենդենտալ պլատֆորմայից ընկավ առաքելության գոյավիճակ։ Հասկանում եք, չէ, բայց ասենք իրականում այդտեղ լրիվ ուրիշ բան էր, այլ ուզում եմ ասել, որ դա կարող է այսպես լինի, այնպես լինի, չէ, բայց ինչ էլ ուզում է կատարվի սովորական կենդանի էակի հետ։ Հա, միշտ մարդը ինքը պիտի հասկանա, որ ինքը պետք է օրինակ վերցնի այդ մարդու ճիշտ քայլերից։ Եվ ամեն մարդ, որին մենք ընդունում ենք որպես հեղինակություն, ինքը կարող է կյանքի ինչ-որ մի դրվագում սայթակել, չկարողանալ պահպանել իր հոգևոր բարձունքը, հա, եւ դա չի նշանակում, որ իր ապրած կյանքը պիտի միանգամից արժե զրկվի։ Հասկանում եք, հակառակը, եթե մենք իրոք անկեղծ մարդիկ ենք կամ ընդհանրապես առաքինության մի գրամ գոնե մեր մեջ ունենք, հա, մենք միշտ ապրում ենք այդ ափսոսանքի զգացումը, որ այ անձնավորությունը ինքը այդքան բարձր հոգևորի մեջ այդքան հաստատված, հաստատուն քայլերով գնում էր, մեկ էլ սայթակեց։ Էս ինչ ափսոս էր։ Հասկանում եք, երբ որ մենք ամիջապես մի հատ սխալից հետո սկսում ենք մարդուն ցեխ լցնել վրան, ինչ-որ կեղտոտ բաներ ասել, բան, դա ընդհանրապես խոսում է նրա մասին, որ երբ որ ինքը կանգուն էր, կներեք, էլ այստեղ կոպիտ եմ ասելու, մենք նրան շամպես նախանձում ենք եւ հիմա ուրախ ենք, որ հնարավորություն ունենք իրեն նսեմացնող բառեր ասել։ Դա մենակ բանն է, այդ նախանձի բավարարումն է։ Եթե մեր մեջ էլ գոնե 5 գրամ առաքինություն կա, միշտ կա ափսոսանք, եթե այսպես կայացած հոգևոր մարդը ինքը հանկարծ բան է անում, էլի, սայթակում է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞, եւ այն ինչ որ ցուցաբերեցին այստեղ ուրեմն Բրահմայի բաները, տղաները, չէ՞, եւ իրանք ասեցին, թող Գերագույն Աստծո անձնավորությունը պաշտպանի կրոնը։ Հա? Եվ այսա սա է, որ երբ որ մենք ինչ-որ մեկին ընդունել ենք որպես հեղինակություն եւ հանկարծ իր հետ ինչ-որ մի բան է կատարվում, գիտեք, այսպես էլի կարելի է դաժե այսպես մտածել, որ ախպե իմ գործը չի вообще, թե հիմա իր կյանքում ինչ է, ինքը ընկել է, թե իրան Աստված է օգտագործում, թե ինչ է եղել, ինչ, հա, լավ չի որ ինքը, բայց սա չի որ ինձ համար օրինակ է։ Այն ինձ համար օրինակ է ինքը, երբ որ ինքը իր մոտ ամեն ինչ լավ էր։ Երբ որ ինքը հաստատված էր հոգևորի մեջ։ Հասկանում եք, այս սա ինչ-որ մի հատ մաղալ է, որտեղ եթե ես կարող եմ, պիտի օգնեմ, աջակցեմ, եթե չեմ կարող, պիտի չխանգարեմ, մինչև այդ ազնվորությունը ինքը իր հոգևոր իրականացման ուժի հաշվին ոտքի կկանգնի եւ կվերադառնա, որտեղ դա սովորաբար հենց այդպես էլ լինում է։ Հոգևոր մարդը ինքը շատ արագ իրեն հավաքում է եւ շարունակում է իր հոգևոր կյանքը։ Հասկանում եք, այսինքն շատ կարևոր է այս պարագայում տղաների այս իրաց վերջին ասածը ինքը շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ մեր հիմքը միշտ պետք է լինի ոչ թե հոգևոր մարդու վրա, այլ Աստծո եւ գաղափարախոսության, որը ինքը առաջարկել է։
Այսինքն, եթե մենք ինչ-որ մեկին ընդունել ենք մեզ որպես հեղինակություն, հետո այդ մարդու հետ կարող են ինչպես Բրահմայի հետ ինչ-որ հիմար բաներ կատարվեն, չէ՞։ Մենք պետք է հասկանանք, որ առաջինը ինքը շատ արագ հաղթահարելու է դա, եթե ինքը իրոք հոգևոր զարգացում է ունեցել, ինչպես Տեր Բրահման միանգամից ազատվեց իր մարմնից, հա։ Եվ երկրորդը դա նա է, որ ուրեմն ազնվորությունը ինքը պետք է այդ էպիզոդի հիմքի վրա այդպիսի ազնվորությունը չպիտակավորի։ Մենք Տեր Շի Կրիշնան ինքը Բհագավադ Գիտայի 9-րդ գլխում հենց այդպես էլ ասում է. եթե Սուրբը կատարում է ամենաընկած, ամենաայլանդակ արարք, հա, իրան մեկ է պետք է շարունակել վերաբերվել որպես սրբի։ Եվ որ նոր կարդում ես այդ տեքստը, մի հատ շահդահարվում ես, չես կարողանում շարունակես, հա, բայց հետո որ հաջորդ տեքստը կարդում ես եւ տեսնում ես թե Տեր Շի Կրիշնան ինքը ինչ պատճառ բերեց, հասկանում ես, որ սա է սկզբունքը հիմնական։ Ինքը ասում է, որովհետեւ ինքը շատ արագ վերականգնելու է իր մաքրությունը։ Հասկանում եք, այսա շատ կարևոր բան է։ Ինքը 5 րոպե հետո լինելու է նորից իր բարձրուքի մեջ։ Իսկ դու մնալու ես այն, ով երբ որ ինքը ինչ-որ մի դժբախտության մեջ ընկավ, դա օգտագործեցիր իրան ցեխոտելու համար։ Ու գնանստի մտածի, թե դու ով ես։ Հասկանում եք, այսա ինքը շատ կարևոր կետ է։ Հա, եւ ուրեմն մենք տեսանք, որ տղաները իրանք ցույց տվեցին, որ հենվեցին Աստծո վրա։ Լսելով իր զավակներին, հիմա արդեն տղաները արեցին այն, ինչը որ իրանք կարող էին անել իրենց հոր համար, չէ՞։ Եվ հիմա, ասենք, արդեն հերթը Տեր Բրահմայինն է, որտեղ իրանք ամենավերջի բանը ասեցին, ասին թող Աստված պահպանի կրոնականությունը։ Հիմա Բրահմայի հերթն է։ Եվ այստեղ գիտեք, օրինակ առաջի անգամ, երբ որ ես այս պատմությունը կարդում էի, ես բառերով չեմ կարող նկարագրեմ, թե Տեր Բրահման ինքը ինչքան իմ մեղքը եկավ, երբ որ ես կարդացի այս նախադասությունները, որտեղ պատկերացնում եք, չէ՞, ասենք ամբողջ տիեզերքի նախահայրն է, բոլորի կողմից հարգված, Աստծո վստահությունը ունեցող, ես իմիջ եւ մեկ էլ հանկարծ իր այդ այսպիսի բան եղավ, որ ինքը իր տղաներից այնպիսի բառեր լսեց, որ իր արարքի համար ամաչի։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր էր, էլի, որ Տեր Բրահման ինքը ոչ թե իրան նսեմացած զգաց, որ միանգամից սկսի իր արժանապատվությունը պաշտպանել, չէ՞, օրինակ ասենք հիմա եթե իր տղաները անհարգալից մոտենային, չէ՞, Տեր Բրահման ինքը եթե իր արժանապատվությանը կպնեին, ինքը կասեր, ասած էլի, սենց ասեմ ոնց որ հայը կասեր տո լակոտի մեկը, դու ով ես 3-1 այսօր 2, ինձի քննադատող ես դարձել, մի հատ իմ ապրած կյանքը նայի, չգիտեմ, ես դու քեզ ինչ ես թույլ տալիս, չէ՞, հասկանում եք, բայց ինքը ուրեմն ոչ ընկավ այդ լսեմացված վիճակի մեջ, ոչ ընկավ բանի էլի աչայինը, ոնց այրեն անհուսալի վիճակի մեջ, չէ, այսպես ասեմ, լավ ման չգամ, հա, այլ ամաչեց։ Հասկանում եք, այդ առաքինի կենդանիակի ներքին աշխարհը, այդ ներքին աշխարհի գեղեցկությունը հենց դրա մեջ է, հասկանում եք, որ ինքը երկրորդական արարիչը, բան, ես իմիջը ու ինքը ամաչեց իր բանից, իր արածից։ Եվ այստեղ ես չեմ կարող չքննարկել մի կարևոր երևույթ, դա ամոթ գաղափարի հանդեպ վերաբերմունքն է, ուրեմն հոգեբանների, ժամանակակից հոգեբանների եւ հոգեվորի, ինչպես են իրենք նայում ամոթին։ Ես կարող եմ ասեմ, որ նույնիսկ ասենք ChatGPT-ին, որի հետ ես իհարկե աշխատում եմ, օգտագործում եմ իրեն, չէ՞, ասեք ինքը իր մեջ, որովհետև իր հիմքը, ինքը հոգեբանության հիմքի վրա է շփվում մարդկանց հետ, չէ, իր մեջ շատ երկար ժամանակ այդ ամոթ գաղափարը ինքը
քննարկվում էր միայն երբ որ ազնվորությունը, երբ որ ինքը ամոթի զգացում է ունենում, ինքը բաները, ոնց որ ինքը իրան սկսում է քայքայել, ինչ համար, որովհետև սկսում է համարել, որ այ ես ոչ մի բանի պիտանի չեմ, ես մենակ ցածր արարքներ կարող եմ կատարեմ եւ այլն, չէ՞։ Եվ ես երկար ժամանակ եմ ծախսել իր հետ, ուրեմն շփումների, բացատրությունների համար, որ ինքը կարողանա ընդունի այդ գաղափարը, որ կա երկու տեսակի ամոթ, այո, պարտադիր, կա ամոթ, որը ինքը դառնում է մարդու ներքին քայքայման հիմքը, բայց կա ամոթ, որը ինքը մաքրագործում է ծնում, մաքրագործման process է ծնում, այսինքն հակառակը կա ամոթ, որի հիմքի վրա մարդը ինքը աճում է, այլ ոչ թե անկում ապրում։ Հասկանում եք, եւ Տեր Բրահման ինքը այստեղ հենց այդ հոգևոր դաշտին, առաքինությանը բնորոշ այդ հիմք, ներքին հիմք հանդիսացող ուրեմն զգացումը ապրեց։ Այդ ահռելի Բրահման ինքը նստած իր տղաների առաջ ամաչեց։ Հա, եւ այստեղ տեսեք, ասենք, հենց որ ինքը ամաչեց։ Հիմա ինքը, չէ՞ որ այդ ամոթի զգացումը, չէ, ինքը հոգեբանորեն փակուղու վիճակ է, չէ՞։ Այսինքն որ ինքը մի բան է արել, որ հիմա այդ դրա տակից ոնց պետք է դուրս գալ մի արարք, որից հետո մենք հայերս ասում ենք բավոց աչքերի մեջ նայեմ, չէ՞, այսինքն եւ հիմա պիտի շարունակենք ապրել, չէ՞։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ բառացի ասվեց, որ ինքը երբ որ այդ ամոթը ապրեց, ինքը միանգամից այդ մարմնից հրաժարվեց, թողեց այդ մարմինը։ Հասկանում եք։ Տեսեք, ասենք, այսպես առաջի հայացքից կարծվում է, որ այս նախադասությունը ինքը նրա մասին էր, որ Տեր Բրահման ինքը մահացավ։ Բայց դա անհնար էր, հա? Որովհետև եթե Տեր Բրահման մահանար, արարչագործությունը կկանգներ։ Բայց այստեղ խոսակցությունը ինքը գնում է ուրիշ բանի մասին։ Այսինքն ոչ թե Տեր Բրահման ինքը բանել ոչ թե իր ֆիզիկական մարմինն էր թողնում, այլ այսպես կոչված նուրբը, այսինքն իսկ նուրբ մարմինը մենք քննարկել ենք, չէ՞ ձեզ հետ, որ բաները արիացիներ իրենք ասում են, որ նուրբ մարմինը ինքը դա ուրեմն բաղկացած է մտքից, բանականությունից, կեղծեսից։ Հիմա մարդիկ իրենք շատ հաճախ օգտագործում են այսպես Բլավատսկայայի առաջադրված բանը, ասենք այդ բաները, չէ, там физическое тело, эфирное, астральное եւ այլն, բայց իրականում չէ, դա նույն արիացիների ասածն է, ֆիզիկական մարմին, հա, ուրեմն միտք, բանականություն, ментальное тело, буддическое тело, հա, կեղծ եսը, կաուզальное тело, հասկանում եք, չէ, եւ ասենք այդ էֆիրնի մարմինը, որը ինքը, որի միջոցով այդ պարկն է, այդ բաների, այդ սահմանն է, որի միջոցով նուրբ մարմինը տեղադրված է կոպիտ մարմնի մեջ։ Ուրիշ բառեր են ասել եւ դա դարձել է հայտնագործություն։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն այսինքն մենք այստեղ պիտի հասկանանք, որ Բրահման ոչ թե իր ֆիզիկական մարմինը թողեց, այլ նուրբը։ Այսինքն թողեց միտքը, որի մեջ այդպիսի ցանկություն կարող էր առաջանալ, թողեց բանականությունը, այսինքն արժեքային համակարգը, որը թույլ տվեց այդպիսի զգացում ունենալ, հա, եւ կեղծ եսը, որտեղ ինքը զգում էր իրան այնպիսի տղամարդ, որը կարող է ցանկանալ իր ուրեմն սեփական դստերը, հա, եւ ինքը այդ մարմինը անմիջապես թողեց, այսինքն ինքը թողեց գիտակցության վիճակը, որի մեջ հնարավոր էր, որ առաջանար այդ ցանկությունը։ Եվ սա ինքը շատ գեղեցիկ եւ շատ հոգեվոր մարդու համար շատ կարեւոր սիմվոլ է, որը ինքը խոսում է նրա մասին, որ իրական սղճումը ինքը անպայման ավարտվում է նրանով, որ կենդանի էակի մեջ ուղղակի մահանում է այն մասը,
որը ինքը ծնել էր այդ խնդիրը։ Այսինքն ոչ թե անձնավորությունը ինքը ոչնչացնում է ինքը իրան, հասկանում եք, այլ ինքը հրաժարվում է լինել այն, ինչ ինքը կար, ու մեջ կարող էր այդ խնդիրը առաջանալ։ Հա? Եվ ամենավերջում հնչեց մի շատ անհասկանալի գաղափար։ Որ այդ մարմինը, որը Տեր Բրահման ինքը թողեց, ինքը դարձավ սև մարախուղի նման։ Հա? Ինչու հենց մարախուղ։ Մարախուղը ինքը փակում է տեսողությունը, ոչ թե ոչնչացնում է աշխարհը, այլ ծածկում է աշխարհը։ Հա? Եվ սա ինքը շատ նման է իլյուզիային։ Այսինքն Տեր Բրահման ինքը թողեց այդ սկզբունքը, որը ինչ որ պատրանք էր իր մեջ ստեղծել, որի հետևանքով ինքը կորցրել էր, այսպես էլի, պարզ ճշմարտության, պարզ տեսողությունը, հա? Այսինքն մարախուղը ինքը ոչ թե ստեղծում է ինչ որ մի հատ ուրիշ իրականություն, հա, այլ թաքցնում է այն ինչ կա։ Եվ այստեղ ուրեմն մենք տեսնում ենք, որ ինքը տեքստերը շատ հետաքրքիր լուծում են տալիս։ Այսինքն ինչի մասին խոսքը գնաց, որ պատմությունը ինքը ավարտվեց նրանով, որ Տեր Բրահման ինքը մի հատ իրեն արդարացնող բառ չարտասանեց։ Ինքը այդպես էլ չբացատրեց իր տղաներին, թե ինչու դա տեղի ունեցավ, հա, ինքը չվիճեց իր տղաների հետ։ Ինքը ուղղակի լքեց այդ գիտակցությունը։ Եվ սա է, այդ իսկական զղջումը ինքը հենց սա է, որ ազնվորությունը, երբ որ մենք գործ ունենք առաքինի ազնվորության հետ, չէ, եւ իր հետ ինչ-որ մի բան է պատահել, եւ մենք փորձում ենք իրան օգնել, չէ, երբեք չպետք է իրան բերել այն դաշտ, որ ինքը ստիպված լինի մեր առաջ արդարանա, կամ ստիպված լինի մեր հետ շփման, ասեք, սպոր, վիճի, հա? Իրան պետք է ասել առանց արժանապատվությանը կրտելու եւ հետ քաշել։ Երբ որ ինքը ամոթի զգացում ունեցավ, այդտեղ ընդհանրապես պետք է հետ քաշել։ Բացարձակ իրան պետք է մենակ թողնել եւ հնարավորություն տալ, որպեսզի ինքը թողնի այն մարմինը, այն իր գիտակցությունը, որի շնորհիվ դա կարող էր իր տեղի ունենալ։ Եվ հետո երբ որ մենք տեսնենք, որ ինքը այդ դրանից ազատվեց, հա? Այլևս իրան դրա մասին չհիշացնել, այլ ուղղակի սրտի ներսում ուրախանալ, որ ինքը կարողացավ հաղթահարել։ Հասկանում եք։ Եվ սա է այն մշակույթը, թե ինչպես կարող ասեք, Տեր Բրահմանն էլ ինքը միանգամից ցույց տվեց իր վեհությունը։ Եվ այստեղ ինքը շատ հետաքրքիր էր այս վերջի տեքստը, որ փոփոխությունը նկարագրվեց, չէ, որ Տեր Բրահման ինքը այսպես էլ ասեց, միանգամից դա արեց։ Ինչու՞։ Որովհետև ինքը իր ներսում անկեղծ Աստծո նվիրյալ էր։ Եվ երբ որ ինչ որ մի ճշմարտություն եկավ կանգնեց իր առաջ, չէ, ինքը այն ինչ որ կոչվում է կեղծ ես, ինքը այդ կեղծ եսը չսկսեց պաշտպանել։ Գիտեք, եւ այստեղ ես ասենք իմինը որպես համենայն դեպս ինչ որ մի քանակությամբ մարդկանց համար որպես ուսուցիչ ընդունված անձնավորություն, չէ, կարող եմ ասել, որ ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, հասկանում եք, թե ասենք աշակերտները կամ երբ որ անձնավորությունը ինքը իրականում ոչ թե բան չի էլի, իրականում հոգևոր դաշտում էլ է շահագրգռված միայն ինչ որ նյութական բաների մեջ, այդ թվում նաև նյութական փառքի, նյութական, չգիտեմ, ընդունված լինելու եւ այլնի շուրջ,
Օրինակ ես որպես հոգևոր ուսուցիչ կարող եմ ասել, որ արդեն երևի մի 15 տարի է, որ աշակերտներ եմ ընդունում, եւ այդ 15 տարուց 10 տարին ես այլևս երբեք ոչ մի իմ աշակերտին ոչ մի նկատողություն չեմ անում, որովհետեւ ոչ մեկի մեջ այս ընթացքում դեպք, այ մի հատ այդպիսի դեպք չի եղել, որի վրա ես հենվեմ ու իմ որոշումը կասկածի տակ դնեմ, որն է այդ։ Դա այն երևույթ է, որ ասենք եթե աշակերտը ինչ-որ մի բանը սխալ է անում, եւ դու քեզ թույլ ես տալիս մոտենաս, այսպես պարզ է, որ քաղաքակրթության սահմաններում նկատողություն անես, որ ասենք այս ինչ բանը այդքան էլ լավ չի, որ դու այսպես ես անում, կամ այսպես ես վարվում, կամ այսպես։ Եվ գիտեք, շարանը ինքը լինում է այսպես։ Հենց որ ես, ասենք, ինձ թույլ եմ տալիս աշակերտի որևիցե թերությանը կպնեմ, առաջին բանը, որ իրան հետաքրքրում է, դա նա է, որ ով է ձեզ ասել։ Ոչ թե որտեղ իրանք հարցականի տակ են դնում, այլ իրանք ուզում են պարզեն, թե ում հետ իրենք պետք է այլևս չկիսվեն, որպեսզի ինձ հանկարծ ոչ մի ինֆորմացիա չհասնի։ Դու առաջին հերթին իրանք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ ես արտաքին ինֆորմացիայից կախված չեմ, ուղղակի ոնց որ չես կարող չէ ամեն մի վարքյան ասես, որ ես ուղղակի սա գիտեմ։ Երբ որ կա ինչ-որ մի փաստ, որ ինչ-որ մեկը մի բան ասել է, դրա վրա կարող ես հենվել, որպեսզի խոսակցություն բացես։ Եվ ուրեմն գիտեք ինչպես է, էլի, ասենք, այ առաջի հարցը դա է։ Երկրորդ հարցը դա նա է, որ այդ աշակերտը դրանից հետո այնպես է թաքնվում քեզանից, որ դու մեկ էլ մինչև իր կյանքի վերջը ընդհանրապես տեղյակ չլնես ինքը ինչով է զբաղված, ինչ է անում, սխալ է անում, թե ճիշտ է անում։ Այսինքն ինքը միանգամից գալիս է եւ ատամներով սկսում է քեզանից պաշտպանել իր կեղծ եսը։ Այսինքն հենց այն է անում, ոնց որ թե ուղղակի հակառակն է անում նրան, թե ինչի համար է քեզ ընդունել։ Որովհետև հոգևոր ուսուցչի ամենակարևոր ֆունկցիան դա նրանում է, որ հոգևոր ուսուցիչը ինքը տեղափոխում է հոգևոր գիտելիքը, որը հենց ոչնչացնում է կենդանեակի նյութական կեղծ եսը։ Եվ այստեղ մենք ստանում ենք գալիս ենք մի կետի, որտեղ այդ հարաբերությունները դառնում են բացարձակ անիմաստ, որովհետև դրանից հետո հենված են միայն կեղծարարության վրա։ Եվ ազնվորությունը ինքը այսպես ատամներով իր կեղծ եսը պաշտպանում է։ Այսինքն ի՞նչն է ինքը պաշտպանում։ Ինքը պաշտպանում է իր իրավունքը այդ նույն բանը շարունակել անել։ Դրա համար ես հետ եմ քաշվել եւ ընդհանրապես ոչ մի աշակերտի, իմ ոչ մի աշակերտ չգիտի, թե ես իրականում իր մասին ինչ կարծիք ունեմ կամ ինչ եմ մտածում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը այ ուղակի հակառակ օրինակը մեզ ցույց տվեց, չէ՞, որ երբ որ իրան մոտեցան, կոպիտ ասած, իր կեղծ եսին կպան, ինքը ամաչեց իր արածից եւ փոխարեն նեղանար, բան, ինչպես թե թույլ տվեցիք, ինչի ասեցիք, այսինքն այդ տաները, որ մոտեցան, դա նշանակում էր իր արարքը բոլորը իմացան, չէ՞։ Ինքը ոչ մի այդպիսի հարց չբարձրացրեց։ Ինքը միանգամից թողեց այդ գիտակցությունը։ Հասկանում եք։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդա ինքը, ասես գնավեն նա էլի, ասես միան ժամանակ չանցավ, որ ինքը այդ որոշումը ընդունեց եւ թողեց, չէ՞։ Ինչի։ Որովհետեւ Տեր Բրահման իր մեջ ինքը իր կեղծ եսը չի պաշտպանում։ Ինչքան ավելի երկար է անձնավորությունը ինքը պաշտպանում իր սխալը, չէ՞, այնքան ավելի խորքային է այդ սխալը դառնում իր անձնավորության մասը։ Հասկանում եք։ Եվ այստեղ հոգևոր դաշտում շարունակել մնալը դառնում է անիմաստ եւ ձևական։ Տեր Բրահման ինքը արեց ուղղակի հակառակը։ Ինքը անմիջապես բաց թողեց
այն մտքերը, այն ցանկությունը, այն արժեքային համակարգը եւ գիտակցության այն կեղծ եսը, որը ինքը ծնել էր այդ ամեն ինչը։ Այսինքն սրտի մաքրագործման տեսանկյունից այս էպիզոդը, մանավանդ այս վերջի տեքստը, իրանք ուրեմն շատ կարևոր նշանակություն ունեցող բան է, տեքստ է, չէ՞, այսինքն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ սրտի թուլությունը կամ նա ինչ որ կոչվում է անարդա, ինքը ոչ թե ինքը չի վերանում, որովհետև մարդը ինքը այսպես նստում է երկար, սկսում է ինքը իրան ատել, չգիտեմ, ոչ ինքը իրան քայքայել, ոչ մի այդպիսի process այստեղ չնկարագրվեց։ Հա? Այստեղ նկարագրվեց Տեր Բրահման ինքը միանգամից իր մեջից դա վերացավ, որովհետև ինքը չպաշտպանեց, ինքը իր մեջ չպաշտպանեց իր արատը։ Հասկանում եք, ես չգիտեմ, էլի հաջողվեց ինձ փոխանցել այս երևույթի լրջությունը, խորությունը, հոգեբանական նրբությունը։ Հասկանում եք, որովհետև սովորաբար մարդիկ իրենք չուր կարծիքներ ունեն, որ Սուրբը ինքը չի կարող սխալվի, եւ այս պատմությունը ինքը նրա մասին էր, որ կարող է, հա? Մարդիկ իրենք այդպիսի սխալ պատկերացում ունեն, որ զղջանքը դա ինչ որ ինքնաոչնչացման process է, չգիտեմ ինչ, չէ՞։ Իսկ այս պատմությունը ինքը մեզ ցույց տվեց, որ ոչ, դա զղջանքը դա մի երևույթ է, որի միջոցով կենդանիակը ինքը վերադառնում է իր մաքուր բնությանը։ Հա? Կարելի էր մտածել, որ այդ սև մարախուղը ինքը չգիտեմ էլի բան էլի ասած բառացիորեն բաներ, չէ՞, բայց այստեղ մենք հասկանում ենք, որ ինքը սիմվոլ էր, որը ինքը ցույց է տալիս, թե ինչպիսի եթե ինքը այդ ինչ թողներ, այդ դա իր մեջ ինչ էր, դա նա էր, ինչը որ այսպես մարախուղի պես փակելու էր ճշմարտությունը, հա, եւ երբ որ ազնվորությունը ինքը իր սրտի կեղտոտվածությունը ինքը ժամանակին չի բաց թողնում, ինքը հայտնվում է իլյուզիայի դաշտում, որտեղ այդ արատը իր մեջ ծաղկում է, բայց ինքը մտածում է, որ ինքը հոգևոր կյանքով է զբաղված, հասկանում եք։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մեզանից ամեն մեկը իր համար այդ հարցադրումը կատարի, ինչը թողեց Բրահման։ Հա, որտեղ եթե մենք մտածենք, որ Բրահման ինքը թողեց պրոստը իր մարմին, այսինքն ինքը մահացավ, մենք կստանանք ինչ-որ բան էլի, միֆոլոգիա։ Բայց եթե մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է նրա մասին, որ տեքստը ինքը այսպես անմիջապես թողեց այդ իր կեղծ գիտակցությունը, այդ ժամանակ այս պատմությունը ինքը դառնում է մեր համար ներքին մաքրագործման շատ կարևոր հուշում, չէ՞, եւ ասենք եթե մենք մի հատ այսպես ամփոփենք պատմությունը, որտեղ պատմությունը ավարտվեց, մենք տեսանք, թե ինչպես առաջացավ ցանկություն, ինչպես իմաստությունը ասեց ճշմարտությունը, հա, մենք կարող ենք ասենք իմաստունները Բրահմային, բայց հիմա արդեն մեր մեջ, չէ՞, առաջացավ ցանկությունը։ Եվ եթե կա իմաստություն, մեր իմաստությունը մեզ կասի ճշմարտությունը։ Եվ երբ որ բանականությունը, այդ այն մասը բանականության, որտեղ ապրում է ճշմարտությունը, կասի դա, ընդհանուր բանականությունը կլսի, հա, կլսի եւ կապրի մաքրագործող ամոթ, որի հետևանքով ինքը կթողնի իր կեղծ գիտակցությունը եւ ներքին կրոնականությունը կվերականգնվի։ Եվ այս ինչ որ ես հիմա թվարկեցի, սա իրականում ամբողջ մնացած Բագավատամում մաքրագործման ներքին փուլերի ուրեմն օրինաչափություններն էին, որը ես հույսով եմ, որ դուք կհիշեք
եւ միշտ կիրառեք։ Այսինքն հենց որ առաջանում է սխալ ցանկություն, կենթանիակը անմիջապես պիտի դիմի իր իմաստությանը։ Իսկ իմաստությանը դիմելու համար ինքը պիտի այդ իմաստությունը իր մեջ ունենա։ Եվ ես հուսով եմ, որ մենք ամեն Աստծո օր զբաղված ենք մեր իմաստությունը ավելացնելու գործընթացներով, որը շատ մեծ հիմք է դառնում, որ երբ որ հանկարծ Աստված ոչ անի, որևիցե մի սխալ զգացում կամ սխալ վերաբերմունք առաջանա մեր մեջ, մենք կարողանանք դա հեշտ հաղթահարել։ Եվ այսպես ավարտվեց եւ այս պատմությունը, եւ ես հուսով եմ, որ մեզանից ամեն մեկը այս պատմությունը կվերցնի որպես իր ներքին հոգեվոր զարգացման համար շատ կարևոր հիմք։ Եվ այսօր այսքանը, որտեվ շատ կարևոր էր, որ մենք հասկանանք, որ մեր կյանքում էլ կարող են լինել սայթակումներ, եւ դրանք ինչ-որ մահացու բաներ չեն, մենք պիտի հասկանանք, որ որպեսզի մենք ամեն Աստծո օր, երբ որ մենք ժամանակ ենք տրամադրում մեր իմաստությունը ավելացնելու գործընթացում, մենք մեզ համար հիմք ենք ստեղծում, որ եթե հանկարծ Աստված ոչ անի, ինչ-որ մի սայթակող երևույթ մտնի մեր սիրտը, մենք կարողանանք այդ երևույթը շատ արագ հաղթահարել։ Եվ այս պատմության մեջ մենք ստացանք բանալին, թե ինչպես է դա պետք անել։ Համահունչ է Բhagavad Gita-ի տեքստի հետ։ Երբ Արգյունանիկը հարցրեց, իսկ ինչպես հաղթահարել տրփանքը, որը ինքը բուն է դրել մտքի, բանականության, զգայարանների եւ եսի մեջ, թե Շրի Կրիշնան ասեց հոգեվոր բանականությամբ, այսինքն իմաստությամբ։ Եվ այսօր այսքան։